Փառք Տիրոջը, փառք Աստծուն այսօրվա օրվա համար, փառք Աստծո կենթանի հոգու համար, այն հոգու համար, որ մեր մեջ է, այն հոգու համար, որով մենք մգրտված ենք եւ ունենք կենթանի հոգին։ Կենթանի հաղորդակցությունը Աստծո հետ, այն հոգու միջոցով, որ քո մեջ է բնակվում։ Ուզում եմ անկեղծ իրականում կյանքիդ մեջ փառք տաս այն հոգու համար, որ քո մեջ է։ Սուրբ հոգու համար, որ քո մեջ է եւ քեզ առաջնորդում է։ Այն հոգու համար, որ դու չգիտես ինչպես եւ ինչու, բայց ինքը քեզ առաջնորդում է, որբիսի դու փառք տաս նրան, որբիսի դու տեսնես Աստծո փառքը։ Ես ուրախ եմ այդ հոգու համար։ Ես ուրախ եմ Սուրբ հոգու համար։ Եվ իմ պատկամը վերնագրել եմ այսպես. դադարգիր անոթդ Սուրբ հոգու համար։ Գիտեք, մենք ամեն մեկս կարիք ունենք մեր անոթը դադարգենք եւ մենք բոլորս գիտենք, որ մեր անոթ, մենք կավե անոթներ ենք բրուտագործն Աստված։ Աստված է մեզ այսպիսի անոթ ստեղծել, Աստված այսպիսի ձև է տվել ամեն մեկիս անոթին, ամեն մեկիս տեսքին, նախշին, ձևին, չափին, բոյին, խորությանը, մաքրությանը, Աստված ինքը ամեն մեկիս արարել է այսպես։ Գիտեք, հեչ մեկս էլ հեչ մեկիս նման չենք, փառք Աստծո։ Ամեն մեկս մեր տեսակին պես ենք։ Ամեն մեկս Սուրբ Հոգու հետ մեր անձնական հարաբերություն ունենք, եւ այսօր Սուրբ Հոգին ուզում է քո անոթի մեջ լցվել։ Բայց մի հատ բան կա։ Մենք կարիք ունենք մեր անոթները դադարգենք եւ մաքրենք։ Հիմա կարող է ասես դադարգ է, բան է չկա, բայց իրականում շատ բաներ կա, որոնք թակուն են։ Իրականում կան բաներ, որոնք որ պետք է չլինեն, բայց մենք սպասում ենք եւ ասում ենք Սուրբ Հոգի արի։ Սուրբ Հոգին է մտածում է, ասում է գնամ թե չէ, գնամ ախր այնտեղ կեղտոտ է։ Գնամ ախր պետք է խառնվի են հին ու ներկա ջրերը, բայց իրականում Սուրբ Հոգին ուզում է գալ։ Սուրբ Հոգին այսօր ուզում է հեղվել, լցվել ամեն մեկիս կյանքի մեջ։ Պենտեկոստեից հետո առաքյալները շարունակաբար լցվեցին այդ հոգով։ Ուղղակի մի անգամ չէր, ուղղակի Պենտեկոստեն միայն վերնատան մեջ չէր, Պենտեկոստեն շարունակություն ուներ, Պենտեկոստեն ապրում է այսօր մեր մեջ եւ այդ հոգին լցվում է մեր մեջ եւ մեզանից շուտ մեր կամքից անկախ երբ որ մենք բաց ենք աշխարհի համար, աշխարհը սկսում է լցնել մեր անոթը ինչով տարբեր բաներով, հոգսերով, բեռերով, ու դու տեսնում ես, որ Սուրբ Հոգուն տեղ չկա։ Քո անոթի մեջ տեղ չկա, Սուրբ Հոգին չի կարող լցվել, որովհետև անհուսությունը լցվել է քո անոթի մեջ։ Դատապարտությունը լցվել է քո անոթի մեջ։ Մենակ լինելը, թողնված լինելը, լքված լինելը լցվել է քո անոթի մեջ, բայց Սուրբ Հոգին ուզում է գալ։ Ով է համաձայն, որ Սուրբ Հոգին ուզում է գալ։ Ով է գիտակցում, որ Սուրբ Հոգու կարիք ունի բոլորս։ Մենք կարիք ունենք մեր անոթը դադարգենք, սիրելիներ։ Ես չգիտեմ այսօր ինչի մասին եմ խոսելու, ես չգիտեմ այսօր քո կյանքի որ կետի մասին եմ խոսելու, իմ կյանքի, բայց հավատում եմ, որ մենք Սուրբ Հոգուց այսօր հայտնություն կառնենք, ինչով է լցված մեր անոթը։ Ինչով է լցված մեր անոթը, արդյոք ուրախությունով է լցված մեր անոթը, եւ այդ Սուրբ Հոգու ուրախությունը մեր մեջն է, թե մենք մռայլ ու տխուր ենք, բողոքական ենք, տխուր ենք, միշտ ամենին համար օրհնություն կա, մեր համար չկա, մենք ամենով լցված ենք, աշխարհը լցնում է, եթե դու բաց ես, աշխարհը լցնում է, եթե դու բաց ես, Աստված էլ է լցնում, բայց որտեղ է լցնում։ Աստված չի խառնում իրենը աշխարհի հետ, Աստված մաքրում է, նոր լցնում է։ Ես ուզում եմ սրա աստվածաշնչյան հիմքը ձեզ տալ։ Ոչ թե դա ես եմ ասում, դա Աստված է, Աստծո ձեռագիրն է, Աստծո գործելակերպն է այդպիսին։ Եթե մենք Աստվածաշնչի հենց առաջի տողը կարդանք, գրված է երկիրը անձև ու դադարք էր, եւ Սուրբ Հոգին շրջում էր։ Գիտեք, եթե դուք ինչ-որ բան ունեք ու ինչ-որ բանով լցրել եք, այդտեղ Սուրբ Հոգին չկա, ինչի չկա, որտեվ դու ես լցրել, հեղինակը դու ես։ Եթե դու ինչ-որ բան արել ես ու անում ես ու ուզում ես ասել, որ մեկը ասի, որ դա ես եմ արել, մենք կռիվ կանենք, ասում ենք մենք ենք արել։ Ես եմ արել։ Որտեվ դա եսը մարմինն է արել, բայց որտեղ որ դադարք ու անձև է, ոչ մի բան չկա։ Ոչ մեկ չի կարող ասել, որ ես արարեցի։ Ոչ մեկ չի կարող ասել, որ ես արեցի, այդտեղ Սուրբ Հոգին կա, որտև Հայրը պիտի փառավորվի։ Ինչու համար է Սուրբ Հոգին լցնում քո կյանքը, լցնում է, որ դու Աստծուն փառք տաս, լցնում է, որ դու երկնքից
ճանաչողություն ունենաս, հասկանաս եւ ավելին մոտենաս նրան, դրա համար էլ ամեն փառքը նրան է պատկանում։ Աստված ուզում է, որ մենք դադարք լինենք։ Երգիրն անձև ու դադարք էր։ Երգիրը այն հողն էր, որը կա, որից մենք սերվանք, որպես հողեղեն, մարմնեղեն մենք կանք։ Եվ եթե մենք անձև ու դադարք ենք, մենք կարող ենք Սուրբ Հոգու կողմից կրթվել։ Մենք կարող ենք Սուրբ Հոգու կողմից հանդիմանվել։ Մենք կարող ենք Սուրբ Հոգու կողմից խրատվել, բայց եթե մենք արդեն ամենան ենք, ճարտարապետն ենք, ամենն ենք, Սուրբ Հոգին ասում է, ես այդտեղ ինչ գործ ունեմ։ Եթե դու ամեն բան կարող ես, ես ինչ գործ ունեմ։ Ու Սուրբ Հոգին լուր է մեր կյանքի մեջ, բայց երբ որ մենք հանձնվում ենք, երբ որ մենք խոնարհվում ենք, երբ որ մենք մեր անոթը դարձնում ենք, Սուրբ Հոգին գալիս է։ Ես նուրբ եմ ասում դարձնում ենք, ուզում եք ավելի լավ ասեմ, եղել է, որ կոդրվում է մեր անոթը, Աստծո խոսքը ինչ է ասում, ես կոդրած հոգի ունեցողի հետ եմ, ես կոդրած ու փշրված սիրտ ունեցողի հետ եմ, գիտեք սա Սուրբ Հոգու ձեռագիրն է, սա ես չեմ ասում, երբ որ դու մտածում ես, որ դու ես նեղեցիր, լավ զգացիր, տեղը դրեցիր, այդտեղ Սուրբ Հոգին չկա, բայց երբ որ դու կոդրված ես, երբ որ դու փշրված ես, մի հատ մեղմ ձայն է գալիս, ես քեզ սիրում եմ, մի հատ մեղմ շոյանք ես զգում, մի հատ մխիտարություն ես զգում, մի հատ զորություն ես զգում, որ քեզ ներքևից այդ փշրված տեղից սկսում է հավաքել, սկսում է նոր կերպար տալ, սկսում է դետալ առ դետալ, մանրունք առ մանրունք հավաքել քո անոթը եւ նրա անունը Սուրբ Հոգի է։ Նրա անունը ստեղծագործ հոգի է, նրա անունը կյանքի հոգի է, որ փչում է քո վրա, գալիս է քո դադարք տեղը, գալիս է այնտեղ, որտեղ դադարք է, գալիս է այնտեղ, որտեղ ոչ մեկ չկա, որովհետև ինքը ուզում է Աստծո ձեռագիրը դնել այնտեղ, Աստծո գործը դնել այնտեղ։ Եվ ես հավատում եմ, որտեղ որ մենք կոդրվում ու փշրվում ենք, որտեղ հույսը վերջանում է, որտեղ ամեն բան ավարտված է, այդտեղ Սուրբ Հոգին գործ ունի։ Մեկ այլ ուրիշ համար Եզեկիել գրքից ասում է մարդու որդի նայիր անապատը, որտեղ չորություն ու ոսկորներ են, չորություն ու մահ է, ասում է նայիր, եւ ասում է Աստծո Հոգին փչեց։ Արդյոք կհագնեն, արդյոք կկենտանանան, արդյոք կա հույս, արդյոք կա փրկություն, արդյոք կա բժշկություն։ Մեր տեսակետով չկա, բայց երբ որ Հոգին փչում է, գալիս է կյանքը։ Գալիս է կյանքը։ Գիտեք, մեր կյանքը ամեն ինչով կարող է լցվել, ուրախությամբ, տխրությամբ, բոլորը ժամանակավոր են։ Բոլորը ժամանակավոր են, առատություն, օրհնություն, ունեցվածք գալու են եւ գնան։ Կա մի բան, որը հավիտյան է, Աստծո Հոգին, որի կարիքը ես ու դու ունենք։ Աստծո Հոգին, որին ամեն մեկս պիտի փափագենք եւ լցվենք այդ հոգով։ Մատթեոսի ավետարան 9-րդ գլուխ 17 համար այսպես է ասում. ոչ մեկ նոր գինին հին տիգերի մեջ չի լցնում։ Նոր լատը կդորը հին կդորի վրա չեն կարում։ Խառնածին Աստված ոչինչ չի ուզում։ Աստված ուզում է մաքուրը, լավագույնը, օրհնվածը։ Դրա համար է նոր գինին չի կարող իմ հին տիգի մեջ կա, իմ հին մտածելակերպի մեջ կա, իմ ոչ մաքուր անոթի մեջ կա, որովհետև այդ անոթը կարիք ունի սրբվելու, դադարվելու եւ մաքրվելու։ Եթե ես պատրաստ չեմ իմ անոթը դադարգեմ, Սուրբ Հոգին չի կարող գալ։ Սուրբ Հոգին գալիս է այն ժամանակ, երբ որ անոթը մաքուր է։ Երբ որ ես ուզում եմ լցվել եւ ասում եմ Տեր, դիր մատդ, ինչի վրա որ ուզում ես, դիր, ես ասում եմ այո քեզ։ Ես ասում եմ այո քեզ, իմ մտածելակերպի մեջ, իմ մտքերի մեջ, կրկնվող սխալների մեջ, արի, փոխիր իմ մտածելակերպը։
Գիտեք, եթե դու տեսնում ես հաճախակի նույն արարքները, նույն վարմունքը քո կողմից եւ քո նկատմամբ, դու կարիք ունես դադարվելու։ Դու կարիք ունես հին մտածելակերպի փոփոխության, որբիսի Սուրբ Հոգին գա եւ դու հաղթություն տեսնես։ Սուրբ Հոգին գա եւ դու նոր բան տեսնես։ Սուրբ Հոգին գա եւ դու հրաշքը տեսնես, ոչ թե ամեն անգամ նույն գործողությունը։ Երբ որ Սուրբ Հոգին եղավ, դու հրաշքը կտեսնես, բանդի դռները կբացվեն, տխրությունը կբացվի, ուրախությունը կգա, երջանկությունը կգա, հույսը կաբրի, աղավնին կթևածի, բայց մենք կարիք ունենք մեր ունեցածը դուրս տալու, մեր ներսի կուտակվածը դուրս հանելու, որովհետև երբ որ մենք մեր ունեցածը դուրս չենք հանում, դա մնում եւ կուտակվում է մեր ներսը, կամ մենք մեր ունեցածը օգտագործում ենք ու բավարար է, ես քեզ ասեմ, ինչ որ միտեղ դա պիտի հատվի, ինչ որ միտեղ դա պիտի կանգնի, որովհետև դա ժամանակավոր է, որովհետև դա հավիտյան չէ։ Հիսուսը իր աշակերտների հետ հարսանիքի էր մասնակցում։ Եվ կանայի հարսանիքի ժամանակ, որտեղ ուրախությունն էր, ցնծությունն էր, Հիսուսի մայրը նրան ասեց, գիտես, այս ուրախությունը, քո կյանքի ուրախությունը, ինչ որ միտեղ կարող է կանգնել։ Ինչ որ միտեղ հաջողության անիվը սկսում է կանգնել, ուրախություն էր եւ սկսեց կանգնել։ Եվ Աստծո պատասխանը, Հիսուսի պատասխանն ինչ էր. ով կին, ես քեզ հետ եմ, դու ինչ ունես։ Եթե Սուրբ Հոգին քեզ հետ է, եթե Աստված քեզ հետ է, Սուրբ Հոգու ջրերը քո մեջ են, կան, դու կարող ես լցվել, դու ոչ մի բանի խնդիր չես ունենա։ Ուզում եմ երկու կարևոր խոսքի վրա ուշադրություն դարձնել։ Հիսուսի մայրը սպասավորներին ասեց 5 համարի մեջ, ասում է, ինչ որ ձեզ ասում է, արեք։ Գինին ավարտվել էր, դիմել էին Հիսուսին, մայրը այդ մարդկանց ասեց, ինչ որ Հիսուսը քեզ ասում է, ձեզ ասում է, արեք։ Ինչքան բան կա, որ Աստված մեզ ասում է, բայց մենք չենք անում։ Ինչքան բան կա, որ Աստված մղում է անելու, չենք անում։ Խոսքի քարոզչությունը, աղոթքի կյանք ունենալը, հոգու հետ հաղորդակցվելը, Աստծուն ծառայելը, նվիրվելը, ինչքան բաներ կա, որ մենք գիտենք, որ դա Աստծու կամքն է, բայց մենք չենք անում։ Գիտեք, ամենաառաջի բանը հետևյալն է, երբ որ Աստված քեզ ասում է ինչ-որ բան եւ դա մղում է, զգում ես, որ դա Աստված ասել է քեզ, դու կարիք ունես այդ գործողությունը կյանքի կոչելու։ Աստծո խոսքն ասում է կյանքի կոչիր, որովհետեւ ասում է արեք այն, ինչ որ ասում է ձեզ, եւ 7 համարի մեջ արդեն Հիսուսը ասում է ինչ անենք։ 5 համարի մեջ ասում է արեք այն, ինչ որ ասում է ձեզ, 7 համարի մեջ կոնկրետ ասում է Աստված։ 7 համարն ասում է Հիսուսը նրանց ասեց. լցրեք այդ կարասները ջրով։ Կարասները լիքն էին, դադարք էին։ Գիտեք հրաշքը երբ է գալիս, երբ որ դու դադարք ես։ Սուրբ Հոգին գալիս է, երբ որ քո անոթդ մաքուր է եւ դադարք։ Գինի կար, անոթի մեջ գինի կար, բայց Հիսուսը չսեց ավելացրեք այնտեղ, ասեց լցրեք անոթները ջրով։ Եվ նրանք չքննարկեցին, չասեցին ջուր էր, գինու տեղ պիտի տանենք, այն մեկը ուրիշ ասեց, այն մեկը ուրիշ ասեց, մեկը քննարկեց, մենք այսօր այդ ամեն ինչ որ Աստված ասում է, մենք արդեն այնքան իմաստուն ենք, որ այնքան ենք քննարկում, որ զորությունը կորում է արդեն, հրաշքը զերո է դառնում, որովհետև մենք 10 օր մտածենք, կաղոթենք, թե չաղոթենք։ Մենք 10 օր կմտածենք, այդ հայտարարությունը մեզի մար էր, թե մեզի մար չէ։ Տեսնիս ումի նկատի ունեին որ աղոթքի կյանքի էր տայն։ Տեսնիս ում համար էր այդ մաքրությունը, ում կվերաբերեր։ Ուլը կմտածենք, տեսար հələ էս ինչն է չգնաց։ Գիտեք, մենք կարիք ունենք մեր մարդկային մտածելակերպը վայր դնելու եւ անելու այն, ինչ Աստված ասում է, եթե մենք ուզում ենք հրաշքը տեսնենք։ Եթե ուզում ես հրաշքը տեսնես, անոթը դադարգիր
Եթե դադարք է, ասա Տեր, իմ անոթը դադարք է, ես սպասում եմ այդ ջրերին։ Ես սպասում եմ Սուրբ Հոգու ջրերին, որ իմ մեջ լցվի եւ դա կյանքի կոչվի։ Հիսուսը 8-րդ խոսքի մեջ, երբ որ ջրերով լցրեցին անոթը, ասեց հիմա վերցրեք ու տարեք։ Մենք կարիք ունենք Հիսուսի ասածը անելու։ Երբ որ մենք այս ամեն ինչ անում ենք, Սուրբ Հոգին գալիս է մեր կյանքերի մեջ։ Երբ որ մենք հրավիրում ենք Սուրբ Հոգուն մեր կյանքի մեջ, մենք կարիք ունենք դիմավորելու։ Մենք կարիք ունենք իր առաջ խոնարհվելու, որովհետև ինքը կյանքի հոգին է, ինքը ամենն է ամեն բանի մեջ եւ մենք կարիք ունենք նրան։ Գիտեք, ամեն առումով մենք կարիք ունենք Սուրբ Հոգու իմաստությանը։ Բայց մեզ համար, մեզանից ամեն մեկը ամենագերագույն խորհրդատուն է, ամենախելացին է։ Բայց մենք երբեք չենք ասել Սուրբ Հոգի, խնդրում ենք այս հարցը լուծի։ Գիտեք, խնդիրներից մեկը որն է, երբ որ մենք աղոթում ենք եւ ոչ պատասխանն ենք ստանում, մենք չենք կարող ոչ պատասխան ընդունել։ Լինում են հոգսեր, խնդիրներ, որոնց համար աղոթում եք ու Աստված ասում է բան մի արա։ Մեզ համար գիտեք ինչքան դժվար է, բայց կարիք ունենք ուղղակի ասենք Տեր շնորհակալ եմ, որ հուշում ես, որ չանեմ։ Տեր շնորհակալ եմ, որ ուղղորդում ես, որ չանեմ, չմտնեմ այդտեղ, բայց մենք մարդկորեն գնում ենք առաջ։ Մի հրաշալի օրինակ, մի հայտնություն, որից ծնվել է այս պատկամս, ուզում եմ Գործ Առաքելոց 10-րդ գլխի մեջ անդրադառնանք սրան։ Պետրոսը երբ խոսում է Պենտեկոստեից հետո Սուրբ Հոգով լցվելու եւ Սուրբ Հոգու հետ կյանք ապրելու մասին, մենք 10-րդ գլխից սկսած տեսնում ենք Պետրոսի կյանքի մեջ մի հրաշալի հայտնություն Սուրբ Հոգու վերաբերյալ, որը բախում էր այն ժամանակվա պատմական, մշակութային իրականությանը, մտքի խնդիրներին, որոնք Պետրոսը ուներ։ Որպեսզի ժամանակը ես չբռնեմ, ուղղակի պատմությունը կարճ ասեմ, մենք բոլորս գիտենք, որ Իսրայելը ու այլ ազգեր իրար հետ հաղորդակցվել չունեն, խնդիր կար։ Ու Սուրբ Հոգին եկել էր առաքյալների վրա եւ Պետրոսը լցվել էր Սուրբ Հոգով եւ քարոզել էր եւ 10-րդ գլխի սկզբի մեջ Պետրոսը մի տեսիլք է տեսնում։ Տեսիլք է տեսնում, որ երկնքից մի սեղան սավանների 4 ծայրերով իջնում են ներքև եւ տարբեր պիղծ կենդանիներ, որոնք դրված էին այդ սեղանի վրա, Աստծո Հոգին ասում էր Պետրոս, ել մորտիր եւ կեր։ Պետրոսն էլ որպես հրյա ինքը մտածում էր, որ չի կարող ինքը այդ պիղծ կերագուրը ուտել եւ ասում է Տեր, իմ բերանումը պիղծ բան դերևս դրված չէ, ես չեմ կարող, օրինավոր չէ, որ ես դա ուտեմ։ Գիտեք ինչքան բաներ կար Սուրբ Հոգին մեզ ասում է, բայց մեր մարդկային տեսակները, մեր մարդկային մտածելակերպը մեզ արգելում է այդ ամենը անելու համար։ Իրականում միգուցե մենք փորձառության պակաս ունենք, մշակութային վերաբերմունքի, մոդեցման եւ շատ անգամներ շատերս ամաչում ենք, շատերս մտածում ենք, վայ ես բանը ինչպես ասեմ, բա որ նեղվի։ Իրականում մենք ամենքս այդպես ենք։ Ես այս հայտնությունն առնելուց հետո ասել եմ Տեր օգնիր ինձ, որ ես կարողանամ Պետրոսի նման ենթարկվեմ այն հայտնությանը, որ դու իրականում ունես ինձ համար։ Գիտեք, իրականում կան դժվար իրավիճակներ, որտեղ մենք ասում ենք վայ կեց ես մարդուն սպեսեն ենք, մարդկային տեսակներով մտածում ենք։ Բայց Հիսուսը հայտնության մեջ, կոնկրետ այս տեսիլքի մեջ Պետրոսին ուղղորդում էր, որ տես այսպես բան կա ու գրված է, որ նույն ժամանակի մեջ մարդիկ եկան, Կորնելիոսին նույն բանը ցույց էր տվել Աստված եւ ասել էր Պետրոսին հրավիրի քո տունը, որպեսզի քեզ համար խոսի, քո ընտանիքի համար խոսի։ Եվ մեր տեսնում ենք, որ մարդիկ եկան դուրը ծեծեցին եւ Պետրոսին ասեցին, գիտես, այս ինչ մարդը հրավիրում է քեզ իրենց տուն։ Պետրոսն էլ հայտնությունը ունենալով հետևեց այդ մարդկանց եւ գնաց Կորնելիոսի տուն։
Ինչքան տներ կա, որ դու այսօր մուտք ունիս։ Ինչքան տեղեր կա, որ այսօր քեզ հրավիրում են, դու մուտք ունիս այդ տունը, ու Սուրբ Հոգին քո ներսն է։ Ինչ գործ ունես դու այդտեղ, Սուրբ Հոգին քո ներսը։ Դու մի կարևոր առաքելություն ունես։ Ավետարանի խոսքը տանելու, հայտնության, լույսի, մխիթարության խոսքը տանելու։ Եթե դու մի տեղ ես, որտեղ Սուրբ Հոգին քեզ հետ արկա է, դու կարիք ունես բաժնեկցես ավետարանի խոսքը։ 34-րդ խոսքի մեջ ասում է Պետրոսը իր բերանը բացեց եւ ասեց. ճշմարտությամբ կհասկանամ Աստծո քով աճառություն չկա։ Պետրոսը տեսեք որտեղից է սկսում, ասում է ես իրականում հասկանում եմ, որ Աստծո մոտ աճառություն չկա։ Այսինքն չկա տարբերություն, դու հույն ես, ինքը հրյա, դու երկար տարիների քրիստոնյա ես, ինքը չէ, այն մեկը ապաշխարած է, ծառայում է, թե որ Պետրոսը ասում է իրավ հիմա հասկանում եմ, որ Աստծո մոտ աճառություն չկա, որովհետև հայտնության ու մտածելակերպի մեջ կար հսկայական տարբերություն։ Ինչ մշակույթի մեջ որ ապրել էր, ինչ որ ուներ Պետրոսը, Պետրոսի ամբողջ ունեցածը ու հայտնությունը իրար լրիվ հակառակ էին, բայց Աստված նրան ասում էր. գնա Կորնելիոսի տուն։ Մենք ասում ենք, չէ, մենք սուրբ ենք, մենք ինչ գործ ունենք իրանց հետ։ Մենք լավն ենք, ինչ կրնանք, ինքը մեզնից ցածր է։ Ես ինչը իրան հետ բան ասեմ։ Պետրոսն ասում է, իրավ հիմա հասկանում եմ, որ Աստծո մոտ աճառություն չկա։ Եվ շարունակական խոսքի մեջ սկսում է խոսել եւ խոսում է Հիսուսի մասին եւ ասում է, որ Հիսուսը Նազարետից էր, որ սուր Աստվածանից օծված Սուրբ Հոգով եւ զորությունով, որ պտտեց բարիք գործելով սատանային բոլոր տանջվածներն ու հարստահարվածները բժշկելով, քանզի Աստված իրեն հետ էր։ Եվ մենք, Պետրոսն ասում է, դրա վկաներն ենք։ Ասում է իմ աչքովս տեսա, թե Հիսուսը ինչպես Սուրբ Հոգով բոլորին բժշկեց։ Եվ ասում է դրա վկան եմ։ Ու Պետրոսը շարունակում է խոսքը։ 44-րդ համարի մեջ կատարվում է այն իրականությունը, որը Պետրոսի ամբողջ աստվածաբանությունը քանդում է։ 44-րդ խոսքի մեջ լինում է այն, ինչ որ ես ու դու շատ անգամներ չենք պատկերացնում, եւ մենք մտածում ենք, որ մենք լավն ենք, ես լավն եմ, ես արժանի եմ, ինձ պիտի կանչեին ստեղ, ես այս, ես այն։ Պետրոսը զարմանում է, որովհետև տեսնում է հրաշքը, ես ուզում եմ, որ եթե որևէ մարդկային միտք այսօր քո մտքիդ մեջ ավելի բարձր է, քան Սուրբ Հոգին, իրականում խոնարհվի, կոդրվի։ Եթե որևէ մեկից քեզ բարձր ես ասում, որ որևէ մեկս մյուսից կմտածենք, որ այ եթե ես քարոզեի, ես լինեի, ես, իրականում մենք քիչ հետո կտեսնենք Պետրոսն ինչ է ասում իր համար։ 44-րդ խոսքի մեջ ասում է. եւ երբ որ Պետրոսը այս խոսքերը խոսում էր, Սուրբ Հոգին իջավ։ Պետրոսը երբ որ խոսում էր, Սուրբ Հոգին իջավ։ Ու Պետրոսը իրականում որ քիչ առաջ ասում էր, որ Աստծո մոտ աճառություն չկար, ինքը իրականում տեսա, որ Աստծո համար տարբերություն չկար, հույն էր թե հրյա, Հոգին իջավ։ Հոգին այսօր իջավ ամեն մեկիդ վրա։ Կապ չունի խոսածողը, կապ չունի ով էր, կարող է որևէ մեկն էլ չխոսա, ուղղակի Սուրբ Հոգին իջնի քո վրա, որովհետեւ ոչ մեկ չասի ես աղոտեցի, ես հպվա, ես, քանի դեռ եսը կա, Սուրբ Հոգին չկա, սիրելիներ։ Գիտեք, իրականում Պետրոսը զարմանք ու հրաշք տեսավ, ապշեց Պետրոսը, բայց Պետրոսի խնդիրները գիտեք, այդտեղ չէր, Պետրոսի խնդիրները ժողովուրդն էր։ Երբ որ Պետրոսը դուրս եկավ, Սուրբ Հոգին եկավ, սիրելիներ։ Աստված եկավ, իր գործը կատարեց, Կորնելիոսը իր ամբողջ տնով ինչ եղավ, մգրտվեց, ապաշխարեց։ Ու պատկերացրեք, Պետրոսը հիմա դուրս է եկել ու ամբողջ եկեղեցին, ամբողջ քրիստոնյա աշխարհը իմացավ, որ Պետրոսը գնացել է Կորնելիոսենց տուն եւ հետանոսները Սուրբ Հոգին առել են։ Վայ Պետրոսին։
Գիտեք ինչի վայ Պետրոսին, որովհետև ինչքան մարդիկ կան, որ մեզ դադում են։ Ինչքան մարդիկ կան, որ ասում են, այդ Կարեն եղբայրը տեսար ինչ սխալ երեց։ Այ եթե ես աղոթեի, ես սպես կենեի։ Գիտեք Պետրոսի խնդիրը մարդկային, ես որ ասում եմ խնդիր, դա մարդկայինն է, սիրելիներ, Պետրոսը չէր նայում դրան։ Ճիշտ է, Պետրոսը հետո ասում է, բայց ես ուզում եմ, որ հասկանաք հայտնությունը։ Հայտնությունը ինչ էր, մարդկային մտքի դեմ Սուրբ Հոգու ազատությունը։ Սիրելիներ, Սուրբ Հոգու ազատությունը ավելին է, քան մեր սահմանափակ մարդկային տգար մտածողությունը։ Նորից եմ ասում է սա խոսքերը։ Սուրբ Հոգին, որը ազատության հոգին է, ավելին է, քան մեր մարդկային տգար եւ խեղճ սահմանափակ մտածողությունը։ Եվ երբ որ Պետրոսը գնաց եւ մարդիկ հարցակվան, ասեցին Պետրոս, այդ դու քանի գլխանի ես։ 17-րդ համարի մեջ վերջի հատվածի մեջ մի հրաշալի խոսք է ասում Պետրոսը։ Ասում է ես ով էի, որ կարենայի Աստծուն դեմ դնել։ Պետրոսն ուզում է ասել, որ եղբայրներ, մարդիկ, եթե Աստված ուզում էր եկեղեցուն օրհնել, այդ ընտանիքին օրհնել, ես ով եմ։ Եթե Աստված ուզում է որևէ մեկիդ կյանքի մեջ հրաշք անել, ով եմ ես, ով է Պետրոսը, ով է մյուսը, Աստված այդ հրաշքը ունի քեզ համար։ Ինչքան էլ ուզենամ, ինչքան էլ չուզենամ, Աստված այդ հրաշքը ունի քեզ համար։ Եթե դու պատրաստ ես այսօր Սուրբ Հոգին, ազատության հոգին կարող է քո անոթի մեջ գա։ Ես եթե ուզում եմ քեզ դատապարտել, ասել որ դու ես ունես, այսպես ունես, դերևս պիղաբաշխարես ես, եթե Սուրբ Հոգին գալիս է քո վրա, եթե Սուրբ Հոգին բերում է այդ հայտնությունը, այդ զորությունը քո կյանքի մեջ, ով եմ ես։ Ով կարող է Աստծո դեմ կանգնել, ոչ մեկ, սիրելիներ։ Կորնելիոսը իր ընտանիքով մգրտվավ, Կորնելիոսը իր ընտանիքով օրհնվավ, եւ հայտնությունը, որ Պետրոսն ասում է, այն նոր հիշեցի Քրիստոսի ասած այն խոսքը, որ ասեց, դուք ինձանից հետո մարդկանց Սուրբ Հոգով կմգրտեք։ Պետրոս ասեց, հիշեցի այն խոսքը, որ Հիսուսը ասել էր, որ դուք Սուրբ Հոգով կմգրտեք։ Գիտեք, իրականում մենք կարիք ունենք ամեն մի խոսքը ապրենք մեր կյանքերի մեջ։ Եվ նույն Պետրոսը, երբ որ դատապարտեցին Պետրոսին, երբ որ ասեցին, Պետրոսն ասեց, եթե որևէ մեկը կարող եք Աստծո դեմ կանգնել, կանգնեք։ Եվ իրականում ոչ մեկ չի կարող արգելել, որ մարդիկ Սուրբ Հոգին ընդունեն։ Ոչ մեկ չի կարող անձնական մտերմության մեջ Սուրբ Հոգու եւ քո մեջ լինել, որովհետև Սուրբ Հոգին գալիս է քեզ համար։ Սուրբ Հոգին գալիս է քո հրաշքի համար։ Սուրբ Հոգին գալիս է քո օրհնության համար։ Սուրբ Հոգին գալիս է քո ազատության համար։ Կապ չունի ով է խոսում, կապ չունի դու որտեղ ես, Սուրբ Հոգին քո անձնական մտերմության մեջ գալիս է քեզ լցնելու, գալիս է քո անոթի մեջ լցնելու։ Ինչքան էլ իմ տեսակետից քո անոթը պատրաստ չէ, ես ասում եմ դա փոքր է, կեղտոտ է, դու ունես անձնական անոթ, դու ինքդ ես այդ անձնական անոթը, եւ դու գիտես այդ անոթը մաքուր է թե ոչ, եւ ասում ես Տեր, լցրու իմ անոթը Սուրբ Հոգով։ Եթե դու աղաղակ ունես այսօր Սուրբ Հոգու, եթե դու փափագ ունես այսօր Սուրբ Հոգու, Հիսուսը պատրաստ է այդ հոգին արձակել քո կյանքի մեջ։ Ամեն տեսակի մարդկային մտածելակերպից վեր, որևէ մեկի մտածածին կամ չմտածածին մտքերին համապատասխան, այլ Աստծո դեմ ոչ մեկ չի կարող կանգնել։ Եթե Աստված կամենում է, որ այսօր քեզ լցնի, հրաշք բերի քո կյանքի մեջ, Աստված պատրաստ է այդ ամենը անելու եւ ոչ մեկ չի կարող Աստծուն խանգարել, սիրելիներ։ Փառք Աստծուն, որ դու այն անոթը կդառնաս, որ քո միջոցով Սուրբ Հոգին կլցվի եւ դուրս կգա։ Սուրբ Հոգին կլցվի եւ կգնա։ Գիտեք նույն Պետրոսը, որ այս ամեն ինչը տեսավ եւ հրաշքներն ու նշանները եկեղեցու մեջ սկսեցին տարածվել, հենց նույն գլխի մեջ մենք կտեսնենք
Պետրոսի նույն գլխի մեջ հաջորդ գլուխների մեջ մենք կտեսնենք քրիստոնյաներ կոչվան Անտիոկի մեջ առաջի դարի քրիստոնյաները եւ թագավորը բռնեց Հովանեսին, բռնեց Պետրոսին։ Գիտեք, երբ որ օծությունը գալիս է, երբ որ Սուրբ Հոգին գալիս է, հալածանքը ավելանում է։ Երբ որ դու սկսում ես հայտնություններով լցվել, երբ որ դու ծառայությունը սկսում է ավելի առաջ գնալ, մեկ է տեսնում ես քարգոծողներն ու դատապարտողները շատանում են։ Նեղությունն ու տառապանքը, հալածանքը սկսում է շատանալ, որովհետև դու զորանում ես։ Եվ ասում են Պետրոսին բռնեցին, բանդը դրեցին, Հովանեսին, Հակոբոսին սերով սպանեցին, Պետրոսին էլ բռնեցին, որ սահմանափակեին հոգու ազդեցությունը։ Բայց եկեղեցին աղոթքի մեջ էր։ 12-րդ գլուխ 5 համարի մեջ ասում է եկեղեցին աղոթքի մեջ էր։ Եկեղեցի դու աղոթքի մեջ ես, եկեղեցի դու աղոթք ունես, եկեղեցին դու ես սիրելիս, եկեղեցին քարերը չեն, շինությունը չեն, եկեղեցին դու ես աղոթք ունես եւ գալիս է հաղթությունը։ Նույն Պետրոսը երբ որ բանդի մեջ քնած էր, ասում է հրեշտակը հանգարց հայտնվեց։ Հրեշտակը հանգարց հայտնվեց, նրա քովը կանգնավ եւ այդ տանը մի լույս ծագեց եւ հրեշտակը Պետրոսի կողը խոտելով ասեց արթնացի, Պետրոս ել, Պետրոս ել, Պետրոս ել, շուտով ել, երբ որ Պետրոսը ելավ, ասում է երբ որ Պետրոսը ելավ, շղթաները ընկավ։ Ասեց գոդիդ կապիր, հողաթափերը թակիր եւ արի։ Եկավ հաղթությունը, եկավ ազատությունը, եկավ ծառայության նոր շունչը։ Ինչի, որովհետև եկեղեցին աղոթքի մեջ էր եւ Սուրբ Հոգին գործում էր ազատ կերպով։ Ես չգիտեմ քո բանդի մեջ ով կա քեզ հետ։ Բանդի մեջ կամ ում ես դու բանդարգել եւ բանալին է քո ձեռքն է եւ դու ուրախանում ես, որ այդ մեկին է բանդարգել ես։ Ես վստահ եմ, որ այսօրվա աղոթքի մեջ այդ բանալիները կգցես։ Այդ դռները կբացես, մարդիկ դուրս կգան։ Կամ եթե դու ինքդ ես այդ բանդի մեջ, դու ինքդ երբ որ վեր կանգնիս, այդ շղթաները կընկնին։ Աշխարհի այն սխալ ու պիղծ չվաններն ու կամուրջները, որոնք կյանքիդ մեջ կան, կքանդվին։ Սուրբ Հոգին կքանդե, Սուրբ Հոգին կբարձրացնե քեզի, ու դու հաղթության մեջ կերտաս։ Գիտեք, երբ որ Սուրբ Հոգին գալիս է, հրաշքը գալիս է։ Երբ որ քո անոթը լցվում է, մարդիկ ուրախանում են։ Հարսանիքում գինին պակասել էր, ուրախությունը կանգնել էր, բայց երբ որ գինին եկավ, ավելին եկավ, այդ ամենը շարունակվեց նոր ուժով։ Երբ որ Պետրոսը խեղճացել էր, Սուրբ Հոգին եկավ, Պետրոսն ավելին կանգնավ, ելավ կանգնեց եւ նորից սկսեց քարոզել։ Գիտեք, երբ որ մենք սկսում ենք քարոզել, երբ որ մենք սկսում ենք խոսել, Սուրբ Հոգին առաջնորդում է մեզ եւ մենք հրաշքներ ենք տեսնում։ Եվ ես հավատում եմ, որ յուրաքանչյուր քրիստոնյա, ով մգրտված է, ով լցված է հոգով եւ ինքը չի տեսնում հրաշքներ, ինքը չունի քրիստոնյայի ճիշտ կեցվածքն ու կյանքը, որովհետեւ Սուրբ Հոգին հրաշագործ է։ Սուրբ Հոգին բանդի դռներ է բացում, մարդկանց է բժշկում, ազատություն է բերում։ Եվ մեր մարդկային միտքը, որ շատ անգամներ փագում է մեզ լցվելու Սուրբ Հոգով, այսօրվա հայտնությունս թող հասնի ամեն մեկիդ։ Մարդկային մտքով մի կսահմանափակեք Սուրբ Հոգուն, որովհետև Սուրբ Հոգին ավելին է, քան թե մենք գիտենք։ Եթե դու մեղում ունես Սուրբ Հոգով ինչ որ գործողություն անելու, վստահ արա, մի վախեցի Սուրբ Հոգու հետ անապատ գնալու, մի վախեցի Սուրբ Հոգու հետ ուրախության տեղը մտնելու, մի վախեցի Սուրբ Հոգու հետ որևէ տուն այցելություն կատարելու, որովհետև գերբնականը սկսում է գործել քո մեջ եւ քո միջոցով։ Գերբնականը սկսում է գործել քո մեջ եւ քո միջոցով։ Եվ ես հավատում եմ այդ գերբնականը ավելին է անում, քան ես կարող եմ խոսել,
որովհետև Պետրոսն ասեց. ով եմ ես։ Ով եմ ես։ Եվ ինչ կարող եմ անել իմ ուզեցածով կամ չուզեցածով պիտի Կորնելիոսը մգրտվի։ Աստված ուզում է։ Այսօր ամեն մեկս կարողանանք Աստծուն մոտենալ, որ Աստված լցնի իր կենթանի ջրերը մեր անոթների մեջ։ Եկեք կանգնենք Աստծո առաջ։